նա ով տրվում է Աստծուն, Աստծո օրհնությունները տրվում են նրան։ Այո, սա ես զգացել եմ հենց իմ անձնական կյանքում։ Սիրելիներ, շուրջ 30 և ավելի տարիներ է, որ Աստծո ճանապարհի մեջ եմ քայլում, ճանաչում եմ Աստծուն, եռամեկ Աստծուն, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Եվ ամբողջ այս տարիների ընթացքում եկել եմ այսպիսի մի համոզման. այն ժամանակները, երբ որ ես ամբողջությամբ տրվել եմ Աստծո Սուրբ Հոգուն և շարժվել եմ այնպես, ինչպես որ Տիրոջ կամքն է եղել, այդ իմ ժամանակահատվածները աննկարագրելի հզոր օրհնված են եղել։ Անկեղծ ասած, հենց հիմա էլ այդպիսի ժամանակ եմ ապրում, շատ օրհնված եմ, ամենակարևոր բաներով եմ օրհնված, ունեմ շատ հզոր հոգու խաղաղություն, այո, շատ հզոր բան է հոգու խաղաղություն ունենալը։ Այս աշխարհում շատ իրադարձություններ են տեղի ունենում, և այն մարդը, ով որ չի ճանաչում Արարիչ Աստծուն և չի քայլում նրա գծած ճանապարհների մեջ, այդ մարդիկ կորցնում են իրենց հոգու խաղաղությունը։ Դա շատ վատ բան է։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ Աստծուն ճանաչելով հնազանդվում են նրա կամքին, նրա խոսքին և քայլում են նրա գծած ճանապարհների մեջ, չեք պատկերացնի ինչ հրաշք է դա։ Շատ զորավոր օրհնություններ եմ վայելում ես ու փառք եմ տալիս իմ Արարչին ամեն օր ու ամեն ժամ այս հզոր օրհնությունների համար։ Իսկ այն ժամանակահատվածները իմ կյանքի, երբ որ ես ինչ-ինչ պատճառներով հիասթափություններ եմ ունեցել և թուլացել եմ Աստծո կամքը կատարելու մեջ, այդ իմ ժամանակները, այսպես ասեմ, այնքան էլ լավ չեն եղել։ Սիրեք Աստծուն և քայլեք նրա ճանապարհում։